իհարկե շատ տգեղ եւ տխուր զարգացումներ էին այդ առումով, բայց շատ սպասելի, որովհետեւ այդ ձեր նկարագրած խումբը աստիճանաբար սկսում է իր իրական դեմքը ցույց տալ։ Մենք պետք է հասկանանք եւ այստեղ կարծում եմ հոգեբանները շատ ավելի ճիշտ որակումներ կտան, որ նման դրսևորումները մի քանի պատճառներ են ունենում։ Առաջինը, որ սեփական ամբարտավանության, հա, այդ բանը, արհեստական գիտակցումը եւ այս առումով այդ ամբարտավանության դրսևորումը իրենց ներսում իրենք փորձում են վերածել ամենակարողության ինչ որ ամենակարողության դրսևորման եւ այս առումով իրենք նաեւ փորձում են այդ հերթական ուժի գործադրմամբ այդ իրենց ազդեցությունը տարածելու պատրանք ստեղծել։ Հասկանանք ինչու՞մն է խնդիրը, որ նրանք կարծում են, որ իրենք դեռ տիրապետում են որոշակի լծակների, ինչը որ խոստացվել է իրենց, երբ որ նրանց նմաններին բերել են իշխանության, չէ՞ որ տարբեր տեղերում նմանատիպ մարդիկ են դրվել, եւ այդ սեփական արժեքի գերագնահատման եւ սեփական ուժի ու կարողությունների ու ազդեցության գերագնահատման դրսևորման արդյունքում իրենք նման խայտառակ եւ ճիշտ հայերեն արտահայտությունը խուժանական դրսևորումներ են իրականացնում, որտեղ այն պատկերը, որ մենք տեսանք ընդհանրապես անկախ նրանից, թե դա հասարակական վայրում կլիներ, իսկ այս պարագայում առավել եւս պետական մարմնի տարածքում էր, որտեղ շատ ավելի քաղաքակիրթ պահվածք է ենթադրվում, քան փողոցային վարվելակերպը, եւ այս պարագայում մենք նմանատիպ պահվածքը միայն մի բառով է բնութագրում, դա խուժանություն է։ Ինչ վերաբերում է ընդհանրապես այդ արտահայտությունների, նախ ինձ շատ հետաքրքիր էր, որ ես ճիշտն ասած չգիտեի, գուցե նոր լեզվաբանական զարգացում է բաց եմ թողել, որ լավ տղան դարձել է հայհոյանք, կամ դա դարձել է թաղի խուժան արտահայտության համանիշ, եւ դրա համար, երբ որ մեկը մյուսին ասում է դու լավ տղա չես, դրանից իրենք վիրավորվում են այն աստիճան, որ ծեծկրտուք են սարքում։ Հասկանում եք, այսինքն անհասկանալի է այդ պահվածքը, գուցե իրոք լեզվաբանները մեր կարող են ասել ժամանակակից այսպես փողոցային ժարգոնի զարգացման էտապներում դա ինչ ձևախեղումներ է ստացել, որ լավ տղա արտահայտությունը կարող է փաստացիորեն դառնալ խայծ, որպիսի սադրանքը իրականացվի, եւ իրոք սա սադրանք էր, բայց սա սադրանք էր հենց այդ ղեկավարի եւ նրա թիմակիցների կողմից, որոնք նպատակ ունեին իրենց կարծիքով ցույց տալ Չախոյանին իր տեղը, ամբողջ գաղափարը, որ Չախոյանին եւ նրանց նմաններին ցույց տալ իրենց տեղը եւ լռեցնել դրանով։ Իսկ թվում է իրենք ժամանակ գտնում են ինչ-որ մի կերպար, ասենք բռնություն, ստորացնել, ուղղակի սա բան է, բռնությունը ստորացնելը դա իրենց դա ասե մյուսներին, որ մարդ երբ որ մի քիչ խելացի է, ցանկացած բարդ իրավիճակում փորձում է նորմալ մարդկային քաղաքակիրթ ձևով լուծում։ Եթե հարցը հասնում է բռունցքի, ուրեմն չկա այստեղը։ Վերջացա։ Այսինքն դատարկահասության դատարկության ցուցիչ է։ Այս մարդկանց պահվածքը ինքը ակնհայտ վկայություններ տարական իմացության բացակայության, լինի մարդկային հարաբերություններում խնդիրներ կարգավորելու, թե պետական պաշտոնյայի պարտականությունից բխող իսկ եթե խուժանապետը արդեն շատ ավելի շուտ հրահանգել էր ծեծեք ջարդեք տերեմ, բանդայապետը, խուժանապետը իրենք կարիք չունեն հրահանգելու, որտեղ դա իրենց էությունն է։ Իրենք, գիտեք, խոսք ունենք, չէ՞, ասում է երբ վերևում է գտնվում ներքևինին ստորացնում է, երբ որ ներքևում է գտնվում ստորանում է վերևինի առջև, այսինքն այս տեսակն է։ Նա ոչ թե սկզբունքային արժանապատիվ կեցվածք ունեցող է, եւ այս մարդիկ հատուկ են ընտրվել այդ նպատակով։ Մյուս բանը, որ ես ճիշտն ասած զարմացած էի այդ անձնավորության, այսպես ամբարտավան փքված կերպարանքից, ասես մեծ հերոսություն էր արել, կամ երևի ինչ որ մի աշխարհացույց հայտնագործություն էր արել, որ Նոբելյան մրցանակի էր արժանի եւ ինքը այսպես հպարտ, այո, այս անձնավորությունը այսպես հպարտ կեցվածքով, այսպես ասել մեծ հերոսություն, մեծ սխրագործություն էր արել եւ ինքը հպարտ էր այդ իրար պահած։ Դե որովհետեւ իրենց տիկնայք գնացել եւ ասում էին մենք հպարտ ենք ձեզնով։
գիտեք իրենց տիկնակել նույն թիմակիցները նույն կատեգորիայի մեջ են եւ ես շատ տխրում եմ թիմի տիկնայք էլի ոչ թե իրենց տիկնայք եւ ես շատ տխրում եմ որ իրենք փորձում են իրենց այդ խեղված մարդկային պատկերացումները ես այստեղ դեռ տղամարդ բառը չեմ օգտագործում խեղված մարդկային պատկերացումները փորձել բնորոշիչ դարձնել հայ մարդու համար սա խայտառակություն է Ավելին, իրենք էլ ավելի գնացին այն կողմ, որտեղ այդ անձնավորությունը իբրև թե ներկայացուցիչն է, որ այսպես իրեն եվրոպական հորջորջած ինչ-որ մի խմբակի, որը փաստացիորեն մեր քաղաքացիներին խաբելով ձայներ ստացավ եւ այդ ձայները նվիրեց գործող վարչախմբին եւ իրենք փորձեցին այդ իրենց խայտառակ պահվածքը հերթական խեղաթյուրման միջոցով վերագրել ինչ-որ ռուսական գործողության Խեղ Չախոյանի քաղաքացիությունը մեջտեղությունը չգիտեմ կարելի է դրան Չէ, խնդիրը ինչու՞ն է անգամ նման մտածելակերպը ինքնին հիվանդության ցուցիչ է եւ ավելին մենք խոսում ենք տեղական ինքնակառավարման մարմնի մասին իսկ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին մասնակցում են եւ անգամ տեխնատություն կարող են դնել ոչ քո երկրի քաղաքացիները եւս ովքեր բնակություն ունեն այդ տարածքում ել չեմ ասում այդ համայնքի խնդիրների մասին իրենք ոչ միայն կարող են, այլև պարտավոր են ձայն բարձրացնել։ Իմիջիալոց այս ուժը խառնակիչ բան, այս Արամ Սարգսյանի մասին կխնդրեի, որ նաև խոսեք թե ինչ կերպար է եւ ինչ է փորձում անել շահավանը, ոնց է ամեն ինչ պղտորում շահարկում, բայց կարծեմ իրենք Գյումրիում մի հատ նենց ապտակ ստացան, այդ այսպես ասած արևմտամետ չգիտեմ ինչ։ Մի բանով կարող է բնորոշվել, նրանք պատվերով խնդիր լուծող է։ Ում պատվերն է Սորոսի, արևմտյան եւ թուրքական պատվերներով խնդիր լուծող է եւ սպասարկում է։ Ավելի կոնկրետ է Թուրքիայի պատվերով։ Սպասարկում է այսօր կառավարության ղեկին նստած անձին եւ նրա տեսեք, իր ստերը գիտեք որ հատկապես այս անձի արշավը, ինչ խայտառակ արշավ է երկրորդ նախագահի դեմ։ Բոլոր ժամանակներում այո, շատ կոնկրետ գնում է եւ տեսեք Երևանի ավականու ազգային առաջընթաց խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանը գրել է. Թունդ արևմտամետ Արամ Սարգսյանը ժամանակին բողոքում էր, որ Ռոբերտ Քոչարյանը սեփականացնում է գույք պարտքի դիմաց Ռուսաստանի հետ գործարկի հեղինակային իրավունքը եւ որ իրականում գործարկի հեղինակը ինքն է։ Հիշեցնեմ, որ այդ պայմանագրում 95 միլիոն պարտքի դոլարի մասն է խոսքը դիմաց Ռուսաստանին է հանձնվել մի շարք ստրատեգիական օբյեկտներ։ Երբ 2001 թվականին Ռուսաստանի նախագահ Պուտինը այցելում էր Հայաստան եւ Ռոբերտ Քոչարյանի հետ ստորագրել էր գույք պարտքի դիմաց գործարկին վերաբերող պայմանագրեր, Հանրապետություն կուսակցության ղեկավար նախկին վարչապետ Արամ Սարգսյանը այդ պայմանագրերի առթիվ հայտարարում էր հետեւյալը. Ասեմ, որ մեջբերում արդեն, ասեմ, որ դեռևս իմ պաշտոնավարման ժամանակ, ես չգիտեմ, իրենք մտածում են մարդկանց հիշողությունը կարճ է, թե մի բան ասել են, գնացել է, բաց իր բառերը։ Ինքը խոստովանում է, որ ինքը ինչ մասնակցություն է ունեցել, ինչ է արել եւ դա ինչքան կարեւոր է։ Այս անձին այդքան կարեւորություն չի ուզենա տալ, բայց մի բան մեր ոլորտը պիտի հասկանա։ Այսինքն Արամ Սարգսյանը գույք պարտքի դիմաց գործարքը, որ այսքան շահարկվում է եւ այստեղ էլ են գալիս մեկ-մեկ տահած գործիչներ կա, որ ասել, «Բա ինչ է երկրորդ ՆԽԳ, բա գույքը տվեց, բա չգիտեմ ինչ, ասենք ոչ մտածում են, ոչ տեղյակ են, ոչ չի, բացարձակ, ասենց ինչ-որ բաներ են դուրս տալիս եւ իշքան են այսպես կոչված թուրքական ուժերը, որտեղ դուք մի քիչ բան, ես էլ երևի հարցը սխալ դրեցի Տիկին Աղաջյանը, որ արևմտամետ, ինչ արևմտամետ, թուրքական։ Այո, բառացի տեսեք ինչ ասեմ, ոչ միայն դրական է որակում, այլև բողոքում էր, որ այդ գործարկի հեղինակային իրավունքը Քոչարյանը սեփականացնում է, այսինքն դեռ ավելին, ասել է որ գիվն է սա, ընդհանրապես որը սկզբունքայնություն չունի, այստեղ խոսք չկա, ով պատվերը տվեց, նրա հրահանգը։ Դե ճիշտ է, ասում եք այդքան մարժանի էլ չի իր մասին խոսել, բայց քանի որ չա, այսպես հոսանքի պես գնում է։ Երևույթը եւ իր կուսակցության դերակատարումը։ Այս կուսակցությունը ստեղծվել է այսպես կոչված արևմտականության, արևմտամետների մեր ժողովրդի ներքին դեպի զարգացած աշխարհ, դեպի ավելի բարեկեցիկ կյանք, այդ ձգտումը արևմտամետության ներքո ներկայացնող այդ ուրեմն միտումները իր կողմը գրավելու համար այս խումբը ստեղծվել է դրա համար, բայց իրենք կապ չունեն զարգացած աշխարհի հետ, ընդհանրապես
ոչ խոսքով, ոչ պահվածքով, ոչ վարքագծով, իրենց մղումները, իրենց ցանկությունները Թուրքիան է։ Չկա։ Իրականում դա Թուրքիան է, կա։ Իրանք այսօր պատվերը տան, ասեն գնա Զիմբաբվեի տակ պարկի, իրենք պատվերը կարծում եք, միանշանակ Թուրքիան այսօր այդ պատվերը տվողն է, բայց վաղը եթե փոխվեց պատվիրատուն, իրենք այդ պատվերը սիրով կկատարեն։ Այսինքն մենք հասկանանք, որ այս խմբակը ընդհանրապես պատվեր կատարող է։ Այս խմբակը արևմտամետության հետ որևէ առնչություն չունի, որովհետև եթե որևէ արդիական խնդիր լուծող ինչ որ մարդ լիներ, հա, ժամանակակից մոտեցումներով, վարքագծով եւ նմանատիպ պահվածքով, պահելաձևով, ապա իրենք այս դրվագից 3 րոպե անց մեծ ներողություն կխնդրեին, անձին պաշտոնանկության կտանեին եւ հարցը դրանով կփորձեն գոնե հանրային ուշադրությունից ինչ-որ մի կերպ հեռացնել։ Այսօր այլևս ուշ է, որտեւ իրենք բացել են իրանց իրական դեպքը եւ այդ անձը, ով որ կատարել է գործողությունը, եւ իրեն սատարողները, եւ հայտարարություն անողները, եւ այսօրվա քաղաքապետը, որին թվում է, որ ինքը սենց կես բերան ինչ որ սենց ճմրթված ինչ որ ներողություն ասելով, պիտի դրանով հանդարտեսնի համբալ կոչով այդ հոր համարել ընդամենը մի ներողություն խնդրեց եւ ավարտեց, այսինքն դուք մեզ համար համբալ եք, դուք մեզ համար ծեծ ու ջարդի օբյեկտ եք, դուք մեզ համար ստորացնելու ցեղասը մի ներողություն կխնդրենք եւ թեման կփակենք։ Իրենց թվում է, որ իրենք չի վերջացել, իրենց թվում է, որ իրենք ներողություն խնդրելով հարցը փակած են, բայց ժողովրդի մոտ յուրաքանչյուր նմանատիպ դրվագ, այսինքն մի ամբողջ շերտ պոկում է իրենց հնարավոր աջակիցների շարքից եւ օգնում է ժողովրդին ի վերջո սթափվելու այն թմբիրից, որը ամենօրյա եւ ամեն վայրկյան ռեժիմով նրանց գլխին թափվում է եւ թափվել է տասնամյակներ շարունակ, ել ավելի խտացած ներկայումս է դա իրականություն, բայց արդեն իրենց նմանատիպ գործողություններ պահվածքներով իրենք ցույց են տալիս, որ կներեք իրենք անգամ այդ թաղային քիչ թե շատ ձևավորված, հա, տղայական կարծում տղամարդիկ ավելի ճիշտ դրա մասին կխոսեն, բայց որքանով որ լսել եմ, դա բացարձակապես կապ չունի նմանատիպ ուրեմն հարաբերությունների կամ ենթադրյալ վարքագծի հետ, էլ չեմ ասում, որ ընդհանրապես հային հարիշ չէ, ոչ թե նորմալ մարդուն, անգամ հային հարիշ չէ, որտեղ հայ մարդը միշտ ընկալվել է որպես արժանապատվության, որպես մարդկային հարաբերությունների նորմալ վերաբերմունքի Նիկոլա, ես ասեմ 7 տարիա բոլորովին ուրիշ բան նա փորձում է հայ մարդուն դարձնել ընդհանրապես մանկուրտ ստրկական պահվածքով եւ մտածելակերպով, բայց դա չի ստացվել։ Այստեղ ինչ որ լարվածություն առաջ եկավ հանրապետական եւ տեսեք ինչ հայտարարություն, եթե հանկարծ, տեսեք ինչպես սպառնաց, եթե հանկարծ դուք աշխատանքից ազատ եք կամ չգիտեմ ինչ, ապա մենք բոլորը հրաժարական կտամ, վաղ, չգիտեմ, այս շանտաժի լեզվով խոսեց, ինչ է կատարվում ձեր կարծիքով, Նիկոլ։ Իրենք նմանատիպ հայտարարության բացահայտեցին քաղաքապետարանի ընտրություններից առաջ եւ դրա ժամանակ իրենց այդ գործարքը, որով իրենք բայց մյուս կողմից է Նիկոլը կասի «Տո արամ զավենիչ, ես որ չլեի, դուք ձեր տնեցիք ես ձայն չէին տա, որտեվ տնեցիների մեջ բարոյական մարդ կա, կասի գիտես ինչ կա, ես եթե քեզ ձայն տամ, քեզ քացիների տակ է Վազգեն Սարգսյանը գերեզմանոցում գցելու, բա մեզ էլ այդ նույն բանը կանի, հետեւաբար ես վստահ եմ Արամ Զավենիչի տան անդամները իրան ձայն չեն տվել, ճիշտ է։ Հաստատ կվախենային սպարապետից, որ ինչ կանի։ Հիմա բա եթե ինքը ասի, բա ես էլ սա չեմ քվյարկել, բենեք ասի, բա ես որ չլեի դու ընդհանրապես քեզով էր ձայն տվող։ Հանրապետական այդ կուսակցություն կոչվածը ինքը օգտագործել է, եթե ես ճիշտ եմ հիշում քաղաքապետարանի ընտրությունները, այն ինչ են ասում տասովշիկներ, հա? Այդ տասովշիկների, այսպես ասած, կուրացիան իրենց վրա է եղել եւ դրանով է որ ձայներ են բերվել։ Եվ այս պարագայում իրենք ենթադրում են, որ այդ մարդիկ շարունակելու են իրենց աջակիցները եւ իրենք դրանով ապագա ընտրությունների ժամանակ փորձում են ամրագրել իրենց տեղը որպես քաղաքական դաշտում խաղացողներ եւ այդ նույն ԿՊԱ-ական աջակից դաշտում ինչ որ մի խաղացողներ շարք պետք են գալու, հա։ Այո։ Եվ իրենք հիմիկվանից իրենք փորձում է, բայց այդ մարդիկ ովքեր որ ժամանակին
աջակցել են իրենց ընտրություններում, տեսնելով թե ինչպես Արցախը հայ հանրապետական հանրապետություն, սրանք հանրապետություն կուսակցություն է, հանրապետություն կուսակցությունն է, Հայաստանի հանրապետական կուսակցության մասին չի խոսքս, Արամ Սարգսյանի հանրապետություն կուսակցությունն է, եւ իրենք արհեստականորեն ձևավորված ու գործող խմբակ են, որը հենվել է այդ բան կառույցների վրա, եվրոպական արևմտամետ լինելով, փաստացիորեն ձայների գնմամբ զբաղվող անձանց եւ դրանց ծառայությունների մատուցման վրա։ Սրանով ես կուզենայի փակել, ուղղակի մեր ժողովրդին հիշեցնել, որ իրենց այսպես նետած հույս ունենալով, որ դա ինչ-որ միտեղ երևի կարթի պես կբռնի, այդ խոսքը որ փորձում էին ռուսական ինչ-որ տար գտնել եւ բան անել, մենք հիշենք, որ մենք խոսում ենք տեղական ինքնակառավարման մարմինների մասին, որտեղ յուրաքանչյուր բնակիչ անկախ իր քաղաքացիությունից իրավունք ունի, ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է պահանջատեր լինել իր համայնքի եւ իր բյուջեի ծախսումների